Մոտ 1,5 միլիոն բնակչությամբ Ռուսաստանի 4-րդ ամենամեծ քաղաքում ամեն 50-րդ բնակիչը միավ վարակակիր է։ Պաշտոնական տվյալով քաղաքում գրանցվել է միավ վարակի ավելի քան 26,000 դեպք, իրական վարակակիրների թիվն ավելի շատ է։ Քաղաքում հայտարարվել է միավ համաճարակ։ Սվերդլովի տարածաշրջանը, որտեղ գտնվում է Եկատերինբուրգը, ինքը Ռուսաստանի մասշտաբով ամենաաղտահարված տարածաշրջանն է։ Միավի տարածման տարբերակներից է մորից երեխային վարակի փոխանցումը։ Եկատերինբուրգում շատ են վարակված երեխաները։ Մասնագետների գնահատմամբ այս քաղաքում վարակակիրների մեծ թիվը պայմանավորված է թմրանյութերի օգտագործմամբ։ Բժշկական հիմնարկներում, գեղեցկության ու դաջվածքի սրահներում ըստ նրանց վարակվել հնարավոր է միայն բացառիկ դեպքերում։ Այդտեղ դեր ունի թմրամիջոցների ներարկային օգտագործման բարձր տարածվածությունը եւ սեռական հարաբերությունները։ Եկատերինբուրգում նաև հարակից բնակավայրերում շատ են արտագնա աշխատողները, բայց միավը գրիպ չէ։ Վարակի տարածումը կանխելու համար օդանավակայաններում կամ կայարաններում ուղևորներին չեն ստուգում։ Օդանավից իջած բոլոր մարդկանց հնարավոր չի եւ ֆիզիկապես եւ գործնականորեն եւ տեխնիկապես իրականացնել հետազոտություն օդանավակայանում։ Դրա համար պետք է, եթե ինչ-որ ծրագրեր իրականացվում է, իրականացվել ըստ նրանց բնակության վայրի։ Եկատերինբուրգը եզակի դեպք չէ եւ վարակվածները մեկ օրում չեն հիվանդացել։ Ռուսաստանում վարակը տարածված է։ Հնարավոր է համաճարակի մասին հայտարարվել է թմրանյութերի տարածումը կանխելու եւ միավի դեմ նոր թափով պայքարելու համար։ Դավիթ Սարգսյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։